տեղադրվեց այստեղ հիշատակ Շիրակի թեմի գնդակահարված հոգևորականների։ Այս խաչը այստեղ տեղադրվել է ի հիշատակ Շիրակի թեմի գնդակահարված հոգևորականներից, ասեցի չէ, որ այստեղ են գնդակահարվել։ Դա արդեն եղել է խորհրդային տարիներին, Ստալինի տարիներին։ Այնպես որ գիտեք, այս եկեղեցին ամեն ինչ տեսել է իր պատմության ընթացքում, բայց երևի չի տեսել այսպիսի պատարակ, որ Շիրակի թեմից ոչ ոք չլինի։ Այդանում ես վստահ չեմ։ Շիրակի թեմից հոգևորական այստեղ չկա։ Ենթադրում եմ, որ այդպիսի բան կարող է եւ չի տեսել։ Հետո կճշտենք, երբ Միքայել Սրբազանը ազատվի, մենք հենց նրանից կճշտենք, որովհետեւ նա շատ լավ գիտի այս բոլոր։ Ազատվի։ Ինչու եկեք Ինչ ազատվի, ազատվեն ինչ անեն։ Սաղենը դադեն է տան։ Ինչ ազատվեն, ով ազատվի։ Միքայել Սրբազանը։ Բոլորին էլ պետք է դադեն տան, ոչ միայն Սրբազան չէ, ով է Սրբազանը դից։ Ինչ Սրբազան։ Ինչ է Սրբազան։ Միքայել Սրբազանին դուք ճանաչում եք։ Չէ, չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ դրանք ոչ միայն Սրբազան չէ։ Որտեղից գիտեք։ Դե գիտեմ, բայց տենում եմ ազգի վիճակը։ Դուք ո Աստված չեք։ Որտեղից գիտեք, դուք որտեղից եք, դուք գյումրեցի չեք։ Դու ինչ Սրբազան։ Դուք գյումրեցի չեք, ինչի եք եկել այստեղ։ Եկել եմ, որ ասեմ, որ դրանք ոչ միայն Սրբազան չէ։ Դուք եք հայ։ Ո՞նց եկել եք։ Ասում է Սրբազաններ չկան, ասում է Միքայել Սրբազանը Սրբազան չի։ Դուք համաձայն եք։ Սրբազաններ կան, բայց Ես խոսում եմ Միքայելի մասին, ես ասում եմ Միքայել Աջապահյան Սրբազանը, այս մարդը գյումրեցիների կարծիքը չիմանալով հանդերձ ասում է, որ նա Սրբազան չէ։ 44 օրյա պատերազմը գնաց, այնպես մի հատ երեխեք 18 տարեկան գնաց այնտեղ զոհվան, որ ընդրանք էին Սրբազան։ Միգուցե իր պահվածքից ելնելով ասում որ Սրբազան չէ։ Միգուցե դուք խառնվում եք մեր խոսակցության առանց իմանալու։ Ներողություն, ես հայ միավոր եմ։ Միգուցե ես չեմ հավատում, որ դուք հայ միավոր եք։ Միգուցե ինձ թվում է, որ ձեր հարցերը տեղին չեն։ Պարակտման հարցեր եք։ Պարակտմանը հարցնել Միքայել Սրբազանի մասին ինչ են կարծում։ Սրբազանը ժամանակին Սրբազան էր, հիմա Սրբազան չի։ Հա, հիմա Ո՞վ է դա որոշողը։ Դուք Որոշողը ես եմ, Աստված եւ ժողովուրդ։ Աստծո անունից քիչ խոսեք, էլի Աստված ներվում է։ Աստծուն ենք խոսում, ինքը ով է։ Լավ։ Իրան ով է կոչել։ Աստծո անունից ինքը իրավունք ունի պետական Իրեն կոչել է հայ առաքելական եկեղեցին։ Ես հարց եմ տալի, ինքը Աստծո անունից իրավունք Դուք ունի։ գյումրեցի չեք, պարոն։ Դուք գյումրեցի չեք։ Հայ եմ, Գյումրին էլ է իմը։ Չգիտեմ, Էջմիածինն էլ է իմը, սա էլ իմն է։ Ձերը չի, դու գյումրեցի եք։ Ես գյումրեցի եմ, իմ հայրը Ախես պարակտում։ Ես ուրեմն դու գյումրեցի ես, իրավունք չունեմ ես գամստե։ Ես որ 90-ական թվականներին Ես ձեզ որևէ հարց տվել էի, պարոն։ Ես խոսում եմ ես մարդու հետ։ Ես լրացնում եմ իր միտքը։ Ես չեմ խնդրել որ դուք Երկրաշարժիորն է, այսօր դու գյումրեցիների համար ինչեր են կարել, դու հիմա պարակտում ես մտցնում։ Այդ բառը որտեղից եք սովորել։ Բառը։ Այո։ Ինչ բառ։ Պարակտումը։ Պարակտումը ձեզանից եմ սովորել։ Շատ կիրթ լրագրող եք երևում։ Այո, ես դες հետ չեմ ուզում Դու խոսել, ես բարձր չեմ ուզում քո հետ խոսեմ։ Մի հատ միկրոֆոնս բռնեք, ես լրագրողի տեղ ես դրել։ Կյանքումդ մի հատ ծառ չես տանգի անտառի չափ գոռում ես այն կերպ։ Դուք որպես նայեք, Սրբազանին գնահատեցիք, ինձ գնահատեցիք, ինչ Տեր Աստվածն է կամ ինչ գիտեք։ Ներողություն էլի, որպես տղամարդ, դուք ինչպես եք գնահատում, որ այս տղամարդը մոտեցավ։ Մարդը ճիշտ է ասում։ Շատ ճիշտ բաներ ասում։ Բայց կարող ես եմ ճիշտ բան ասում։ Բայց խոսած ասեն կնեցած գյումրեցի ես որ ստեղ խորբայ։ Ինչ տարբերություն։ Դե մորոք Սրբազանը, այս մարդիկ պետք է Միքայել Սրբազանը ֆիդային էր տարիներով 90-ական թվականներին կրված։ Դրա համար այդքան ուրախ ու երջանիկ է որ այսօր Արցախը չկա, չէ։ Այսօր Արցախը չկա։ Չէ, դիքու մեղ կնա։ Ու նմանների, քեզ տեղ ուղագրողների։ Շատ լավ։ Աստված, հիմա որ ես ձերպես ասեմ, կասեմ, ինձ Աստված է ասել։ Չէ, ես։ Քոչարյանը, Սերժը, Թուրլեգու։ Դոնք են դարձած։ Ասու տարեկան երեխեքը տարած Ղարաբաղ զոհման Սրբազան ընդրանք է։ Դու արխային կրաս էստա 44 օրյայի ժամ։ Երգի քանդեցին եկան։ Ասում եմ Միքայել Սրբազանը, Սուրբն է, Միքայել Սրբազանը։ Ինչ։ Այսօր այստեղ չէ, դա ձեզ ցավ է պատճառում։ Ուրեմն բանը մերել է որ այստեղ չէ։ Շատ լավ, ասեցիք ձեր կարծիքը։ Հաջողություն Դե գնացեք։ ուրիշ բան հարցու։ Հիմա ուրիշ հարց տա։ Բազմապատման աղյուսակից խոսենք։ Ես։ Այո։ Գցորո աղյուսակից խոսեմ։ Вообще բան չի։ Գնացեք, պարոն, ոչինչ չունեմ ձեզ հարցնելու։ Կներեք, ես ընդհանրապես զբոսաշրջային, այսպես ուզում էի տեղեկատվական բլոկ պատրաստել ձեզ համար։ Սա հրապարակ
Հրապարակը գիտեք, հրապարակ TV, բացեք ինտերնետով Կարակոսների մասին։ կրակոցների եւ հալածված քահանաների մասին եւ ուզում էի հասնել նրան, որ այսօր էլ են հասնել ժամանակակից, այսինքն նորագույն պատմությանը, բայց ինձ թույլ չտվեցին։ Նկարեք, լսում եմ ձեզ։ Ոայ բարև ձեզ։ Այսօր դեկտեմբերի 7-ն է, գիտեք։ Երեք լռենք այսօր։ Ես ամեն տարի դեկտեմբերի 7-ին եկել եմ։ Ես ուղղակի ուզում եմ այսօր գոնել Լռեք։ բոլորս։ Ուզում եք լռեք։ Բոլորս լռենք։ Դուք ուզում եք լռեք։ Բոլորս այսօր մենց օրա որ պետքա գլուխներս անգամ վերև չբարձրացնենք։ Մենակ ես դա կասեմ։ Իհարկե, երբ եկեղեցին մնացել է առանց իր սրբազանների, մենք պետք է կոչվելու իրավունք քահանաները Շիրակի թեմին ասեք, ես շատ լավ բաներ գիտեմ ու ավելի շատ գաղափարներ ձեր եկեղեցու հետ վարչապետի վրան մի բարթա 90 տարեկան ես վարչապետը 45 ինչի համար ես ինքը ուզում է լռել, որովհետև դուք ուզում եք դու լռել։ պետք է լռես Ես լռում եմ։ բոլորի սուքն Ասեք։ դա մենակ քոնը չի Եթե հայրենասեր Այսպես գաստրոլներ են, էլի դուք գաստրոլներ եք տալիս ամենտեղ։ ով աստվածասեր չէ, հայրենասեր չէ։ Իրականությունն է դուք հայ ազգի մեջ։ Ինչ լավ է որ դուք մոտեցաք, որովհետև ինքն ասում է որ շիրակցիները համաձայն են, որ իրենց քահանաներն այսօր եկեղեցու տարածքում չեն։ Աշխարհի յուրաքանչյուր լրագրող այսօր այդ հարցը կտար, որովհետև դա հարց է։ Բայց առանց հոգևորականի պատարակով կեն։ Դե դրսից բերել են հոգևորական, ես Դրսից հա, վերջը հոգևոր Շիրակի թեմից չէ, էլի։ Կարող է Թուրքիայից է բերել Թուրքը։ Չգիտեմ, ինչ եք կարծում։ Ես չգիտեմ, ես գիտեմ։ Շնորհակալություն։ Իմ պատարակիս ենողը պետք է անի հայ քրիստոնյա, օզված իրավունք ունեցող։ Ու առաջի հերթին աստծվախեցող, ասում պաշտող։ Շատ են անհավատները։ Այո, անհավատները։ Եվ դա երևի հենց եկեղեցու ամենամեծ բացթողումն է։ 1700 տարեկան եկեղեցի եւ այսպիսի անհավատների բազմություն։ Համար է թուրքա մետեն ավելի շատ, այստեղ հայամետ հայասեր։ Եթե մեկը Քրիստոս չունենա, հայրենասեր չի կրայ։ Շնորհակալ եմ, Մարիկ։ Գիտեք, ամեն մի այսպիսի վայրում մի կին, մի մայր փրկում է մեր հոգիները։ Ես հիասթափության կործանումից։ Շնորհակալ եմ ձեզ։ 15-16 հոգի կային, բայց հաշվեիք սետեր աստված կա մեծ եկեղեցի։ Մի քիչ մոտիկ եկեք որ լավ լսվի, այնտեղից լավ կան քիչ մարդերնի։ Սետեր աստված, ես մեծ եկեղեցու մեջ ինչ ենք, հիմի փառք ասու շատ են, բայց հավատքը բադաս է։ Միքայել Սրբազանի մասին այստեղ եղան մարդիկ, որ ասացին, նա էլ լավ սրբազան չէ։ Դուք շփվել եք նրա հետ, ինչպիսին է Միքայել Սրբազանը։ Ես չեմ կարող ասել ինքնավատ մարդ չէ։ Ես մանգուց իրան դեր վար ինքը հոգևորական Չեղաստան, ես իրան գիտեցել եմ, ես եկեղեցի կուկա ինքը սկան։ Արել են այնպիսի բան, որպեսի ինչ հավատացյալ հոտը։ Ոչ տեսել եմ, ոչ լսել եմ։ Չեմ ոչ տեսել եմ, ոչ լսել եմ այդպես բան։ Շնորհակալ եմ Մայրիկ ջան, շնորհակալ։ Ես ուզում եմ նկարել, այս շունիկը անձրև է, աշխատել չի լինում։ Այս շունիկն էլ էստեղ էսպես մրսած։ Երբ ասում ենք, որ մարդիկ շատ են, բայց քիչ են հավատացյալները, երևի այս շունիկը չէր լինի այս վիճակում, եթե շատ լինեին հավատացյալները։